ոչ չի, անկախ ամեն չի։ Դուք ուզենակ ընկալեք սովորական գործ, մեկահանրության և միշտ դրանի մասին նաև Հայաստանում, այն ընկալվել է որպես քաղաքական գործ։ Եվ ինքը ըստ էության քաղաքական գործ է, որովհետև այսօր այս կողմում նստած են քաղաքական գործիչներ։ Հիմա ոնց ուզում եք մեկնաբանել, ոնց ուզում եք պայմանական ասած փաթեթավորեն, որ սա օբյեկտիվ և որևէ ձևով ընդհանրություն ֆորմալ, ընդհանրակարգերով տեղավորող գործ է, ոչ։ Առնվազն 3 հոգի գործող քաղաքական գործիչներ են և պարոն Խաչատուրովը նախկին պետական բարձրաստիճան պաշտոն է։ Այսինքն ոնց էլ ուզենակ, սա արդեն իր էության քաղաքական գործ է։ Եվ անցած նիստին ես դրա մասին եմ խոսում, որ ԵԿԽՎ-ի բոլոր 3 այս գործին վերաբերող բոլոր 3 բանաձևերով արձանագրված է, որ պետությունը իդեմս կառավարության ազգային ժողովի պետք է բոլոր գործադրի ջանքերը, որ քաղաքական կոմպոնենտ պարունակող հետապնդումները բացառվեն և դադարեցվեն, կենտրոնանան միայն 10 զոհերի հանգամանքների վրա։ Բայց ինչպես տեսնում եք, վերջի 7 տարի մենք մի քաղաքական հոդված, այսպես ասենք, 3.1-ը փոխարինում ենք մեկ այլ քաղաքական հոդվածով պաշտոնական դեպքի չարաշահումները։ Դրա համար անկախ դրանից դուք հիմա ոնց ուզենաք մեզ հորդորեք եւ այլն, մեկը ընկալում շարունակել է։ Դրա ապացույցն է նաեւ այն, որ ինչ ճիշտ ասած արդեն անհանգստանում եմ ձեր եւ իմ պաստառների հարաբերություններից։ Որովհետեւ եթե դուք այլ նիստերում իրար հետ կապանում եք նորմալ աշխատեք, ինչու այս նիստում չի ստացվում այն նորմալ։ Այսինքն հասկանում եք, ձեր մասնակցությունից քաղաքական երանգ եք տալիս ես քրեական գործի ամենայն քաղաքական երանգ կա։ Դուք եք տալիս եք իսկ Տիկին Սահակյանը իդեպ քաղաքական գործերի մասնակցության մեծ փորձ ունի։ Այս գործով է։ Խնդրում եմ դա միշտ հիշել։ Եվ սա առաջինը։ Եվ նոր է հիմա այդ շրջանավերականի հետ կապված։ Մի հարց ճշտամ էլի։ Կարող եք ասել, Ձեզ տրամադրենք։ Չէ, երբ եք։ Ես դա տեսնել եմ, եկա գալի ազգային ժողով։ Պարոն Օհանյանի հետ մենք հաստատ աշխատել ենք դրա վրա։ Դատարանը երբ է ստացվել։ Դա դուք ձեր խոսքը ավարտեք հասկանալ դրա շարունակությունն է։ Ավարտեք, չէ, ձեր խոսքը կարող չասեն։ Չէ, դատարանը պարտականություն չունի ձեզ։ Ես տեսնում եք, չէ, պարզապես հարցեցի, որտեղ իմ խոսքը ուզում եմ շարունակեմ պատասխանի վրա, եթե չկա, ասենք մի շաբաթ առաջ է եկել, 10 օր առաջ է եկել, հետ եմ ուզում պարզապես հասկանալ։ Եթե դա եկել է վերջերս, դա այսպես արձանագրեմ, ընդհանրել եք, որտեղ նախորդ նիստին նմանատիպ տեղեկություններ դատարանը չուներ, ենթադրում եմ եթե ունենալու մեծ տեղեկացներ, հիմա նայեք, ես որպես այս պրոցեսի մասնակից ողջամիտ կասկած ունեմ, կամ հիմնավոր կասկած, ինչպես կասենք քրեական վարույթի շրջանակներում, որ հունվարի 1-ից գործը արագացնելու կամ շաբաթը մեկ անելու ունի շատ մեկ այլ դրդապատճառ։ Քաղաքական պրոցեսները, որոնք նախատեսված են ազգային ժողովի ընտրություններով։ Պարոն Գևորգյան, շատ ուզենք էլ առավոտից իրիկուն նիստեր էլ անենք։ Չէ, մի վայր։ Եթե առաջիկա ընտրություններ, մինչև չենք ամեն օր եթե նիստ անենք չենք ավարտի։ Հիմա դա շարունակություն։ Բայց ուրիշ բաներ չեն հասցնի անել, նիստի ավարտեք։ Իմ որին համոզմա, որ սա արվում է հունիսի նախատեսված օրգանական ընտրություններին ապահովելու քաղաքական տեսարաններ հանրային։ Մասնավորապես մարտի 1-ով, որ բացի դրանից դրանում նաև որ որոշ գործիչներ ովքեր այս պրոցեսով ներգրավված են ուրիշ բանով չզբաղվում։ Մեր 20-ի դրությամբ է դատարանի տրամադրությունը։ Եվ ըստ էության արվում է նաև դրա համար, որովհետեւ այս պրոցեսի մասնակիցները ուրիշ բանով չզբաղվեն, բացառապես գան շաբաթը մեկ այստեղ եւ քաղաքական բոլոր պրոցեսների մասնակցություն սահմանափակ։ Սա առաջինն է։ Երկրորդը հարգելի դատարան, ձեզ ուղարկել ենք 20 օր առաջ օրենքի նախագիծ։ 20 օր չէ։ 4 օր առաջ օրենքի նոյեմբերի 20 նկատին է նախագիծ։ Հոկտեմբերի 3-ին, ԵԽԽՎ-ն ընդունել է հաստատանաձև, որը բացում է ընդհանրապես իմ օրինակի հիման վրա, Արմեն Գևորգյանի, բացում է այն իրողությունները, որոնք պետք է առաջնորդեն 46 երկրների դատական իրավական համակարգերը։ Եվ կետերից մեկը ասում է, որ ազգային ժողովի համապատասխան իրավասու մարմինները
ցանկալի է, որպեսզի այս որոշման մասին իրազեկեն իրավապահ մարմիններին։ Մենք ազգային ժողով դիմել ենք հոկտեմբերի 20-ին իմ փաստաբանը, առաջարկությունը, որ այդ բանաձևը ուղարկվի համապատասխան դատարաններ, որտեղ գործեր են քննվում։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, այս պայմանությամբ այդ բանաձև դուք չեք ստացել։ Որտեղ եթե դուք ստանայիք այդ բանաձևը, ապա այսօր չէիք ասի, որ ես 130 օր գտնվել եմ արտաբան գործողությունների մեջ։ Այն բարդ պատճառով, որտեղ այնտեղ շատ հստակ գրված է, որտեղ հայեցողություն չի ցույց տամ, ցույց չտամ, գնա, չգնա։ Դա պարտավորություն է, որը պետք է Մենք այդ հարցը չենք քննարկում։ Չէ, հիմա դուք քիչ առաջ ասեցիք, որ դատարանը գնացել է Արցախում եւ դրանով պայմանավորված օրը որոշվել է։ Հիմա վերջի վերջ ամսվա ընթացքում իմ գործողություններով հետ կապված մենք դատական նիստերի օրը փոխել ենք։ Դրանով իմ գործողման օրերը չեն կարող դատական նիստերի վրա ասել։ Օրինակ հոկտեմբերի 1-ը, դեկտեմբերի 1-ը ծնվել է նրա պատճառով, որովհետև դեկտեմբերի 3-ից 7-ը ես բացակայելու էի։ Հոկտեմբերի 30-ը նշանակվել է նրա պատճառով, որովհետև ես նոյեմբերի 3-ից 5-ն էի բացակայելու։ Այսինքն ուզում եմ ասել, եթե մենք օբյեկտիվ ենք խոսում, ուրեմն խոսում բոլոր հանգամանքներով միջև դեռ։ Ինչ վերաբերում է ողջամտության։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր բանավեճ գնաց արհեստական բանակարարության հետ կապված։ Ես այդ վարժությունը կանեմ հաջորդ նիստին դες տեղեկացնեմ։ Պարոն Քոչարյանն էր առաջ։ Չէ, դուք եք ոնց որ անակարեցիք։ Ես օրինակ առաջարկեի բոլորին այս դահլիճում նստածներին, այդ թվում դատապարտին։ Միած արհեստական բանակարարությանը հարցնեք, ինչքան ողջամիտ, ինչքանով ողջամիտ մեղադրանք են բերել։ Չէ, արհեստական բանակարարությունն է կարող որոշի, որ արդյոք այդ մեղադրանքում կարող լինել 850 վկա, 112 տուժող, այս տաղալի գործ եւ այլն։ Եվ իմիջիայլոց մի բան եմ ձեզ ասեմ։ Երբ որ այդ ամեն ինչ արվում էր 2018-19 թվականներին, ենթադրությունը եղել էր այն, որ երկրում իրավիճակ չի փոխվելու, 2020 թվականին պատերազմ չի լինելու, կովիդ չի լինելու, քաղաքական պրոցեսները գնալու են այնպես, որպես այն ժամանակ են գնում նա ուռա, այսպես ասեմ, եւ դատական համակարգերում այս գործերը սենց հալածյուրի պես անցնել էր։ Բայց իրավիճակը փոխվեց։ 2021 թվականին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց։ Հիմա ողջամտությունից ենք խոսում։ Տիկին Սահակյանը 2021 թվականին դատարանում առաջարկել է գործի քննությունը կասեցնել եւ սպասել միջև համապատասխան դատական հաստատությունների որոշումը դատատարության բողոքարկման հայցի հետ կապված։ Եվ ինչ ստացանք։ Գործը քննվում էր 3 տարի, 3 տարի մեզ տարել բերել են։ 3 տարի բերել են, վերջում դատավորի լիազորությունները կասեցրել են, մենք հիմա գալիս ենք նորից 1.5 տարի քննարկում ենք թույլատրենք, թե չթույլատրենք։ Այսինքն սա պայմանական ասած հարգելի դատարան։ Այնուամենայնիվ պետության, պարտականության, ողջամտության այն դեպքն է, երբ որ մենք կարանք այդտեղ ուրիշ հանգամանքներ ու կասկածներ տեսնենք։ Դրա համար երբ որ դուք ասում եք, դուք այսպես եք ընկալում, մենք ձեզ ասում ենք, օբյեկտիվորեն դա չի կարող այդպես ընկալվել, որովհետև այս քաղաքական գործի տրամաբանությունը ուրիշ ձևացնվել։ Երբ որ պետության ղեկավարները հայտարարություններ են անում այս գործի վերաբերյալ, հենց այս գործի վերաբերյալ, երբ որ դուք ասում եք, որ դուք չեք լսել, ես կարող եմ ենթադրել, որ դուք չեք լսել, բայց դա չի նշանակում, որ չի լսել դատախազը, չի լսել դատավորները, չի լսել ԲԴԽ-ի ղեկավարները եւ այլն, եւ մնացած բոլոր մարդիկ։ Այսինքն հանրային ընկալման մեջ այնուամենայնիվ արդեն ձևավորվում է այն ընկալումը, որ կա ինչ-որ հանրարարություն եւ կոնկրետ ուղղորդում։ Այս է խնդիրը։ Հիմա դուք ինչ ուզում եք արեք, այնուամենայնիվ։ Հիմա Տիկին Սահակյան ձերնից գործով հանգիստ գալիս է, որովհետև այնտեղ լրիվ քրեական օրենսգրքով պայմանական ասած տարը են դուք գնում եք առաջ, իսկ ես գործով պայմանական դրել են ձեզ վրա, որ ասում են մենք Սահակյան ենք, թող դատավորի գլուխը ցավա։ Հիմա մենք չենք ուզում մեր գլուխն էլ ցավա։ Կներեք, արդեն 7 տարի ցավում է, ու չենք հասկանում ինչ անում։ Հիմա երբ որ դուք ասում եք իրանց ծանրաբեռնվածության մասին, ես դեռ մի բան ասեմ։ Օրինակ ինչի իրանք, իմ դատապաշտպանը կամ իմ գործընկերների դատապաշտպանները պետք է նաև շաբաթը մեկ կամ չգիտեմ որոշ բարբերականությամբ մասնակցեն մի դատաքննության, որը ծերից վերաբերություն է։ Ասենք քաղ հայցը այդ գործով։ Ոչ կա մեղադրանք, ոչ կա մեղադրյալ։
Ոչ չկա դատական Մենք դերևս խախայց չունենք, Չէ, դուք չունեք։ Իրանք ունեն զարգացությունն է ներկայացրել։ Այս մահճակ չեմ, իվարկը, իսկետացը։ Խնդրում եմ ենթադրեք։ Ես չեմ Դե ասել են, որ դուք Հիմա ես որից եմ ասում։ Դուք ասում եք ծանրաբեռնումա, դուք ես գործի վրա կենտրոնացեք։ Հիմա կոնկրետ ես գիտեմ Տիկին Սահակյանը, ես գիտեմ պարոն Օրբելյանը, առնվազն շաբաթը մեկ կամ ինչ-որ բարբերական դրվեցան նիստերի մասնակցում են։ Նույն պրոցեսը, նույն ներվերը, նույն ժամանակը, նույն էներգիան, եթե ոչ ավելի շատ, քան թե սովորական գործերից։ Որովհետև իրանք բոլոր տեղերը տեսնում են ինչ-որ հստակ մոտեցում։ Դատական իշխանության կողմից հստակ մոտեցում։ Որովհետև եկեք անկեղծից դեպ։ Ես այդ հարց տվել եմ դատական արհեստական բանականությանը։ Նույն դեպքից պատասխանելը սա աբսուրդ է, ասում ոնց չկա մեղադրական դատավարժ, բայց կախայց են տարել։ Դե հիմա ոնց չասենք, որ սա այդ քաղաքական շոուի մասն է, որ դա արվելա նրա համար նաև, այսպես ասեմ ձեզ, ինչպես ես կարող եմ ենթադրեմ, որ հանկարծ տեղի նստածների մտքով չանցնի բարենության ժամկետ խնդրել, որ հետո ասեն, ոչ արդարացման հիմքով ընդեղ քաղաքայց են առնում եւ այլն։ Դե հիմա եկեք այնպես խոսանք, եթե խոսում եք խոսանք։ Էս է, մոտիվացիան է։ Հիմա ես, նայեք, հարկի դառնում, դուք պետք է համակերպեք այն մտքի հետ, որ առնվազն այս դատարանում, այս դալիճում, այս պայմանությամբ երկու հոգի ազգային ժողովի պատգամավորներ են, որոնք մեղադրական դատավերջի չունեն։ Այսինքն մենք մեղադրյալ չենք եւ անմեղության կամ խափարկածից ելնելով ես առնվազն գոնե ինձ տեղ ընկալում եմ որպես քաղաքական հանրային գործիչ, որը եկել է նաեւ ոչ միայն իր շահերը, այլ նաեւ հանրության շահերն է պաշտպանում, որպեսզի դատավարությունները նմանատիպ այլևս ապագայում չկրկնվեն։ Հիմա ես չգիտեմ, պարոն Վանյանը նույն ձևի անկալում թե չէ, բայց առնվազն նորից եմ կրկնում, ստեղ 3 հանրային քաղաքական գործիչ են նստած, որոնց դուք չեք կարող ասեք, նստեք եւ լսեք ոնց են ներդես բախում։ Դա չի կարող լինել։ Իսկ ինչ է նշանակում դատել։ Հենց այդ նշանակում է ինչ-որ իմաստեղ է կատարվում։ Դատել միայն նշանակում է, որ ձեր պատկերացումը։ Տեսեք, դուք արդեն իմ ասածը ինչ նշանակում դատել։ Դուք սկսում եք արդեն Ինչ է նշանակում։ Նշանակում է այն, ինչ որ տեղի ունեն։ Արտադրություն իրականացնել։ Ոչ, սա արտադրություն չի։ Սա դեռ արտադրություն չի։ Արտադրություն Պարոն քիչ առաջ վերադառնանք դատարանի կողմից հնչեցրած հայտարարությանը, եթե որևէ փուլում գտնեք, որ դատարանը չի իրականացնում արտադրություն, դրա համար առկա է Դուք միան գործողություն։ Այս լիազորությունները կամ այդ իրանները 7 տարվա ընթացքում ես շատ բան սովորել եմ։ Եթե դաժե անգամ ես էլ չմոռանամ իմ հաստաբաններից գիշացնեն։ Այսինքն այդ իմաստով անհոգ եղեք։ Ես հիմա հնչեցնում եմ իմ որպես այս գործով արդեն 7 տարի տառապանքի փորձ ունեցող, այսպես ասենք, անձնավորություն։ Ես չեմ կարող հասկանալ։ Հիմա դուք նայեք ես համոզված եմ, որ այդ ինչ-որ հիմա հնչեցրեցիք, այդ շրջաբերական, դա քաղաքական մոտիվացիա է։ Բացառապես այս գործով պայմանավորված։ Ու շատ հետաքրքիր է, ես չգիտեի դրա մասին, որ փաստորեն դա հնչեցվել է ազգային ժողովում համապատասխան մարտի 1-ի լսումների այսպես կոչված ժամանակ։ Օրենքները ձեր աշխատանքի վայրում են ընդունվում։ Հիմա ինչպես եք օրենք աշխատանքների վայրում եք փաստորեն։ Օրենքները ընդունում եք, մենք իրավունք ենք։ Փաստորեն ընդունում եք, որ մենք աշխատանքների վայրում ենք, հարգելի դատա։ Ձեզանից կախված ամեն ինչ արեք, չընդունվի որևէ օրենք։ Մի բան է, հարգելի դատա։ Օրենքները ընդունում եք հասկանում կամ ճիշտ եմ ընկալում, դա հետորական հարց է, երբեք ինչի ուղղված, բայց եթե անգամ այդ օրենքը ընդունվի, ես ճիշտ եմ հասկանում, որ ինքը չի կարող հետադարձություն ունենալ։ Պարոն Գեորգյան, անգամ ժամանակակցությունը, չգիտենք երբ պետք է, պարոն Քրյանը հայտարարեց 2026 թվականը, անգամ դա ընդամենը 270.1 հոդված լրացնելու վերաբերյալ ի թիվս հայտնի, նաև դուրս է գալու Պահեստային դատավոր հասկացությունը, նաև այլ կարգավորումներ կան, չծանոթացնենք դատական նիստը, պայմանական այս նիստի վերաբերելի է ու եւ մնացած նիստերի կոնկրետ որ հստակ ժամկետներ են սահմանվելու։ Հիմա այս ժամկետները կլինեն 1 տարի, եւս 3 տարի, պատճառաբանված մի տարով երկարացնել, թե կդառնա 10 տարի, թե կդիտարկվի պայմանական ամենայն հարկանքով ընդունողների, գերողների նկատմամբ աբսուրդ եւ չի ընդունվի։ Դա հետո հետագայի քննարկելու հարց է, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ կա նախագիծ
գործող է, կա ողջամի ժամկետներ։ Այս պահին մենք գործում ենք ողջամի ժամկետների տրամաբանությամբ։ Երբ այս օրենքը ընդունվի, մենք այդ պայմաններում շաբաթը մեկ դատական նիստը արդեն երևի դուք կխնդրեք մեկ դատական նիստ նշանակեք, բայց դատարանը չի տեղավորվի մեկ դատական նիստ նշանակել, որտեղ պետք է սև ժամկետում, եթե քննությունը շարունակվի, պետք է ավարտվի։ Դուք ասում եք, պարոն Գևորգյան, մենք քաղաքական գործիչ ենք, մենք այստեղ պետք է չգտնվենք եւ այլն եւ այլն։ Ես այդ չեմ ասել, Դուք ունեք դատավորական կարգավիճակ։ Անձամբ դուք այլ մեղադրանքով ևս։ Դուք ունեք պարտականություն յուրաքանչյուր անգամ այնքան գալ դատական նիստերի, մինչև որևէ փուլում դատարանը կավարտի այդ գործի քննությունը։ Այս կանոնի որոշումները կայացնում։ Ինչ վերաբերում է 130 օրից ավել բացակայությունների, դատարանը բոլոր դեպքերում ձեր բացակայությունները համարել է հարգելի։ Ինչ վերաբերում է, որ հունվար ամսից սկսած յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ դատարանը պլանավորում է նիստ նշանակել, եթե դատական նիստերի որևէ մեկը համընկնի ձեր գործողությունների հետ, ի նպաստ Հայաստանի Հանրապետության, որ պիտի գնա գործողություններ մեր շահերը բարձր բառը։ Այդ դատական նիստերը այդ մի պայմանականորեն շաբաթվա 4 շաբթի, 5 շաբթի կամ ուրբաթ օրը չենք անցկացնել։ Եվ պրակտիկայում էլ, եթե դուք շարունակաբար 130 օր, 160 օր, 170 օր, մենք դարձյալ գալու ունենալու իրավիճակ, որ եթե շաբաթը 1 օր նշանակենք, նաև հաշվի առնելով արձակուրդները մյուս։ Մենք ողջամտորեն 1 ամիս 4 նիստ անցկացնենք, 1 ամիս 1 նիստ անցկացնենք։ Եթե մենք հստակ ունենանք կոնկրետ օր, այդ օրը համընկավ ձեր հարգելի գործողման հետ, մենք այդ օրը կհանենք։ Համընկավ նախագահ դատավորի արձակուրդի հետ, այդ օրը կհանենք, բայց մենք ունենանք հստակ սահմանված օր շաբաթվա մեջ, որ եթե չկա արձակուրդներ, չկան գործողումներ, չկան այլ պատճառներ, մենք այդ օրը պետք է նիստ անենք։